Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին, Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ ընդգծել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարեւորությունը։ Արամ Ղազարյանի խոսքով վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծել է պատասխանատվությամբ եւ օպերատիվ արձագանքման հանձնառությամբ։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրենը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարարծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հումանիտար օգնության տրամադրման համատեքստում։ Արամ Ղազարյանը վստահեցրել է նաեւ, որ ներքին գործերի նախարարությունը հետագայում եւս պատրաստ է գործադրել առավելագույն ջանքեր, որոնք կնպաստեն համագործակցության ամրապնդմանը։ Վյաչեսլավ Բուտկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարարծառայության հետ ուղիղ երկխոսությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը շեշտել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առանձնահատուկ դեր ունի ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որն իրեն դրսևորել է որպես արդյունավետ եւ ամենակարևորը պահանջված հարթակ։ Երկուստեք վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես կարողությունների զարգացման եւ փորձի փոխանակման համատեքստում։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի գործունեությունը եւ ընթացիկ տարվա աշխատանքի առաջնահերթությունները։ Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն նաև ծաղիկներ են խոնարհել փրկության նվիրյալների պատվո հուշարձանին։